մենք խոսում ենք պետության եւ հայրենիքի մասին եւ նաեւ պետության ու հայրենիքի կարևոր բաղադրիչների մասին եւ տեսնում ենք միևնույն ժամանակ, որ այս իշխանության կողմից հենց ոտնձգություն է արվում հենց պետության կարևոր բաղադրիչների մասին, մեր բանախոսները անդրադարձան դրան, խոսքը վերաբերում է նաեւ եկեղեցուն եւ այս պարագայում իհարկե եկեղեցու արշավը որքան էլ որ իրենց ռեյտինգի համար բացասական ազդեցություն է ունեցել, միևնույնն է մենք տեսնում ենք, որ նախընտրական ծրագրում իրենք հակասահմանադրական ձևակերպումներ են անում եւ որոշում են, որ պետք է վերաձևափոխեն, վերաձևակերպեն եկեղեցու ամբողջ կոնցեպտը, այն օրն էլ արդեն հարկերի մասին էին խոսում, ասում էին, որ եկեղեցին պարտադիր պետք է հարկեր վճարի։ Հիմա այս իրավիճակում, որը պետք է լինի այս պատմական սիմվոլների անելիքը։ Շնորհակալություն շատ Տիկին Վարդանյան, շնորհակալություն իմ գործընկերներին, աշխատեն հակիրճ լինել հնարավորինս։ Եվ կցանկանամ նաև ավելի շատ խոսել մեր այն հայրենակիցների, քաղաքացիների հետ, ովքեր ասում են, որ այս ընտրություններին չենք ուզում մասնակցել, որովհետև չենք տեսնում այլընտրանք, չենք տեսնում հաստատվել ենք եւ չենք տեսնում այլընտրանք, կամ մեր այն հայրենակիցների հետ, ովքեր վերնում են այդպիսի հարազատներ, ընկերներ, բարեկամներ, եւ հատկապես ուզում եմ մի քիչ նաև երիտասարդների հետ խոսել, ում հետ 2 տարի է զրկված եմ այսպես նորմալ շփվելու հնարավորությունից։ Ես այդ մեթոդներին լավ չեմ տիրապետում իհարկե երիտասարդների բնորոշ այսօրվա լեզվի մոտեցումների, չգիտեմ, չեմ երևի այդ առումով խորացել, բայց փորձեմ ասել այն ինչ որ ես մտածում եմ։ Ես ուզում եմ երկրորդն պարոն Սուրենյանցին, որ սա իսկապես քաղաքական ծրագրային ընտրություններ չի լինելու։ Այստեղ լինելու է ինքնության ստուգատես, այստեղ լինելու է արժեքային հանրաքվե այս ընտրությունները։ Այս ընտրությունները լինելու է ընտրություն հայ լինել չլինելու մասին, ընտրություն քրիստոնյա լինել չլինելու մասին, ընտրություն մարդ լինել չլինելու մասին։ Ես մի փոքր փորձեմ բացել ինչի նկատի ունեմ։ Չի նշանակում ասածս, որ եթե ընտրվում է Փաշինյանը, բոլորս դադարում ենք հայ լինելուց, գեները մեր փոխվում է կամ մենք լեզուները մոռանում ենք։ Բայց մեր դպրոցներում, որ արդեն քանի տարի դրված է այդ գիծը, մեծ թափով շարունակվելու է, որ հայկականությունը, երբ որ այն համեմատության մեջ է մտնում հայ մահավետության հետ, հայկականությունը պակաս կարևոր է։ Այսօր դպրոցական դասագրքերից, գրականության դասագրքերից, ծրագրերից հանված են օրինակ Ռաֆին եւ Նալբանդյանը։ Դպրոցի պատին մեր երեխաները կարդում են լավ սովորի, որ լավ ապրես։ Այսինքն այն ամեն ինչը որ կապված է մեր ոգևորության հետ, մեր մշակույթի հետ, այս ամեն ինչը մարդկանց համար կամ ընդհանրապես կարևոր չէ, կամ էլ փորձում են մարդիկ գտնել դրանց կարևորությունը լավ ապրելու տեսանկյունից։ Օրինակ, շնորհալու Շարականը, որ եկել հասել է մեզ այն ձևով, ինչպես որ հիմա է երգվում, այն ժամանակ է երգվել, կարևոր է դա, թե կարևոր չէ, երեխան պետք է անցկացնի իր լավ ապրելու, չապրելու ֆիլտրի միջոցով։ Իսկ լավ ապրել, չապրելու բանաձևը Փաշինյանը տվել է։ Լավ ապրելը այն է, որ շատ փող աշխատես եւ շատ ծախսես։ Սա իսկապես հայ լինել չլինելու մասին է։ Տիկին Վարդանյանը նշեց եկեղեցու հետ կապված անելիքների մասին դրույթները, որ տեղ են գտել Փաշինյանի նախընտրական ծրագրի մեջ։ Ուզում եմ ես ևս հիշեցնել, որ այո, սրանք հակասահմանադրական դրույթներ են, եւ ոչ միայն հակասահմանադրական, այլ նաեւ հակաիրավական դրույթներ են։ Անկախ նրանից, թե Հայաստանում սահմանադրություն կփոխվի, հետո չի փոխվի, եկեղեցու Աստված մի արածցե, կարգավիճակը իջեցվի, թե չի իջեցվի, բայց պետության կողմից խառնվել է այդպես եկեղեցու գործերին կանոնադրության փոխելու մասին խոսել, ամբողջ հայության կողմից ընտրված պատվիրակների կողմից ընտրված կաթողիկոսին փոխել, սրանք ոչ միայն հակասահմանադրական,
այլև հակաիրավական քայլեր են։ Ու եթե մենք պատկերացնենք, թե այսօրակարգը ինքը ոնց է առաջ տանելու, մենք հաստատ այստեղ գործ չենք ունենալու սիրո և համերաշխության հետ, որը քրիստոնեության բովանդակությունն է, սերը և համերաշխությունը, այլ այստեղ ատելության, թշնամության, բախումների նոր ալիքներ են սպասվում։ Մեզ բոլորից նոր բաժանարար գծեր են սպասվում, նոր ստրեսներ են սպասվում, այն ինչ որ գրված է Փաշինյանի ծրագրի մեջ։ Ու դա քրիստոնեությանը հակասող է, ատելությունը։ Եվ դա սովորականացվում է։ Եվ երրորդը, ինչ վերաբերում է մարդ լինել չլինելուն։ Մարդկայնությունը ընդհանրապես, անկախ կրոնից, դավանանքից, երեք կարևոր հատկանիշ ունի. ճշմարտություն, բարություն և գեղեցկություն, էսթետիկա։ Մարդու բանականություն ինքը ձգտում է ճշմարտության, ինքը ձգտում է իրականությանը մոտ լինել հնարավորինս շատ։ Այն ինչ Փաշինյանի կողմից է մատուցվում, այն ինչ այս վերջին 8 տարիների ընթացքում է մատուցվել և նաև նախընտրական ծրագրին է տեղ գտել, ամբողջը ստի, կեղծիքի մոլորության մասին է։ Հենց ձեր բերած օրինակը, այդ նախընտրական ծրագրի մեջ նշված է, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին, իրենց խոսքերով եմ ասում, իր փաստացի պետի գործունեության շնորհիվ կորցրել է վստահությունը հավատացյալների շրջանում։ Սուտ, որովհետև այդ ստին մենք ականատես ենք լինում ոչ միայն այն առումով, որ մենք կիրակի օրը մտնում ենք եկեղեցին և փառք Աստծուն, այնտեղ տեսնում ենք շատ հավատացյալներ, փառք Աստծուն մենք տեսնում ենք երիտասարդների, որոնցից ոմանցել կալանավորում են, այլև մենք անց ենք կացնում սոցիոլոգիական հարցումներ և տեսնում ենք, որ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին հիմա բանակի հետ միասին ամենաբարձր հանրային վարկանիշը ունեցող կառույցներից մեկն է։ Եվ այդ սուտը, կեղծիքը, որը հականիշն է ճշմարտության, որը ընկած է մարդկայնության հոգում, մարդկայնության երեք սահմանային արժեքներից մեկն է, մշտապես եղել է, ես այս մի օրինակը բերեցի, բայց եթե նույնս օրինակները բերեմ, այսօր կարող է օրը մթնի։ Բարությունը հաջորդ չափանիշը, որ մարդկության ընդհանրապես մարդուն է բնորոշ և էթիկայի մասին է խոսքը, ինչպիսին պետք է լինի մարդը։ Դրա լրիվ հակառակ մոդելն առաջարկում նա ամենահավատարիմ Փաշինյանին ամենահավատարիմ հետևող քաղաքացուն հարցրեք, ասեք, այս 8 տարիների իր հանրային խոսքի մեջ, իր արածի մեջ, դու ավելի շատ տեսել ես բարություն, ավելի շատ բարության մասին, կարեկցանքի մասին, խղճոտանքի մասին, մարդասիրության մասին է եղել նա բառաֆոնդը, թե եղել է ատելության մասին և վերջապես սիրելի երիտասարդներ, սիրելի քաղաքացիներ, ովքեր որ ուներս դիմում են, ովքեր որ ամեն դեպքում այդ հարցը տալիս են, բա գնամ ում ընտրեմ։ Նաև էսթետիկան, նաև գեղագիտական կողմը այս ամեն ինչի։ Դուք պատրաստ եք շարունակելու տեսնել հակաէսթետիկան բոլոր դրսևորումները, որ այս տարիների ընթացքում տեսել եք այդ մարդու կողմից։ Ձեր երեխային պատրաստ եք ուղարկել դպրոց, սովորի դպրոցում գեղագիտության մասին և որպես օրինակ, որպես հակաօրինակ տեսնի երկրի առաջին դեմքին իր բոլոր հակաէսթետիկ դրսևորումների մեջ, ուտելուց սկսած, հայհոյելուց վերջացրած։ Այնպես որ այն թեզը, որ իմ ձայնը միևնույն է ոչինչ չի փոխի, այդ թվում այն պատճառով, որ Փաշինյանը իշխանությունը չի տա ընտրությունների միջոցով, դա փաշինյանական թեզ է, դա հատուկ տաքացվող թեզ է նրա համար, որպեսզի դուք չգնաք ընտրության։ Այս ընտրությունը լինելու է
հայ լինել չլինելու մասին, քրիստոնյա լինել չլինելու մասին եւ մարդ չլինելու մասին։ Շնորհակալություն, պարոն Սահմանյան։